Նորքի հայորդյաց տան շողակաթ մանկական երգչախումբը ուսումնական տարին ավարտեց հաշվետու համերգով, որը տեղի ունեցավ Նարեկացի արվեստի միությունում։ Հնչեցին մանկական, հոգևոր, հայրենասիրական, կատակ երգեր հայերեն եւ այլ լեզուներով։ Սիրում եմ Can You Hear Me-ն, Ֆուգան, ուղղակի դուրը շատ են գալ այդ երգերը, ինձ հարազատ եմ զգում այդ երգերի մեջ։ Մեկը ֆանտազիան եմ շատ սիրում, Սայաթ-Նովայի գործն է, շատ լավ գործը։ Մենք այս տարի շատ լավ երգեցինք, մենք անցրել ենք նոր երգեր, շուտ ասելուկ, Putting on the Ritz երգը, մենք եղել ենք ամենահիշարժան տեղի Կոմիտաս թանգարանում, որտեղ նաև ուրիշ երգչախումբ էր եկել։ Տանել եմ շատ երգեր երգում, նույնպես ընկերներիս համար, դասընկերներից համար եմ շատ երգեր երգում, իրանց էլ է դուրս գալիս իմ երգելը։ Երաժշտությունը անհատ ձևավորելու միջոց է, ասում է երաժիշտ խմբավար Կարինե Եզեկյանը։ Նորքի հայորդյաց տանը շուրջ 3 տասնամյակ է երաժշտության միջոցով շարունակում է նորանոր սերունդներ կրթել։ Ինձ թվում է երեխան, որը սիրում է երաժշտություն, նա մի քիչ ուրիշ հոգի ունի եւ մտածելակերպ։ Որտեւ երեխան, որը կարողանում է երգի բազմաձայն երգչախմբում, նա արդեն ուրիշ ձև վերաբերվում է իր կողքինին։ Մտածելակերպը փոխվում։ Եթե մեկը նաև չի կարողանում երգել, ինքը մի քիչ բանը կամաց է երգում ու մենք ասում ենք ինքը մեզ լսում է ու արդեն կարողանում է երգել ճիշտ։ Դա մոտիկ ընկերություն է, որը մենք օգնում ենք ընկերներին սովորել երգել։ Մայրաթոռի հայկական բարեգործական ընդհանուր միության եւ եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ գործող 8 հայորդյաց տներն արդեն 31 տարվա պատմություն ունեն։ Այս կրթօջախներ հաճախող երեխաները սովորում են սիրել եւ տեր կանգնել իրենց պետությանն ու մայր եկեղեցուն։ Սա է հայորդյաց տների առաքելությունը, ասում են մանկավարժները։ Նոր ուսումնական տարում երգչախումբը կսկսի համալրվել նոր ձայներով, երգի միջոցով շարունակելով իրականացնել իր առաքելությունը։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։